Սիրելի իրազդանցիներ, իմ գործընկերները արդեն մեծ հաշվով ներկայացրեցին այն գործընթացը, որը մենք սկսել ենք վաղուց, բայց արդեն առարկայական գործի ենք գցել 3 Աբովյանում Փայլուն հանրահավաք անելով, ես կուզեմ մի քանի պարզաբանում անել։ Ես կուզեմ, որ մենք հասկանանք 2 հարց։ Առաջին, ինչ է ուզում Սերժ Սարգսյանը եւ իր վարչախումբը, ինչ ենք ուզում մենք, քաղաքական ուժերը եւ հասարակությունը։ Սերժ Սարգսյանը ուզում է 2 բան, երկրորդը բխում է առաջինից։ Իշխանություն եւ փող։ Այլ ցանկություն, կարողություն Սերժ Սարգսյանը եւ նրա վարչախումբը չունեն։ Դրա համար արդեն իմ գործընկերներն ասեցին, մոգոնել են սահմանադրական բարեփոխումներ կոչված այս գործընթացը, որը այլ բան չէ, քան փորձ Սերժ Սարգսյանին ցմահ իշխանություն ապահովելու։ Այստեղ ես մի քիչ ավելի հոռետես եմ, քան իմ գործընկերները, ոչ թե 10 տարի, այլ ցմահ։ Հիմա ձեզ կգան, կպատմեն, թե ինչ լավ բան է սահմանադրական բարեփոխումները, իմացեք, ինչ խոսեն, դա հեքիաթ է։ Դրա հետևում ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, իշխանության ներսում հակակշռումների ստեղծում, բոլորը պատկանում են հեքիաթի եւ բանահյուսության ժանրին։ Սրա հետևում կա կոնկրետ ցանկություն, իշխանություն եւ փող։ Ինչ ենք ուզում մենք։ Որևէ արտառոց բան չենք ուզում։ Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, հասարակության ճնշող մեծամասնությունը ուզում են, որ այս երկրում գործեն օրենքները, ոչ թե կոռուպցիոն մեխանիզմները, ուզում են, որ Հայաստանը ունենա հեռանկար, ոչ թե մարդիկ իրենց երազները, ցանկությունները, պլանները կապեն ուրիշ երկրներ գնալու, այնտեղ նորից չարքաշ կյանքով իրենց համար պայմաններ ստեղծելու հետ, այլ կարողանան իրենց երեխաներին, իրենց ընտանիքները, բարեկեցիկ կյանքը ապահովեն Հայաստանում։ Հիմա այս 2 ցանկությունները գտնվում են խորը հակասության մեջ։ Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի ցանկությունները թշնամական հարաբերությունների մեջ են Հայաստանի, նրա պետական, ազգային անվտանգության, տնտեսական, հասարակական, մշակութային բոլոր շահերի հետ, ինչպես նաև մեր հասարակության գերակշռող մասի, բացառությամբ նրանց, ովքեր այսօր այն փոքրատիվ հատվածի, ովքեր օգտվում են իշխանական կրատաշտից, ահա այս գերակշռող հատվածի իղձերի հետ խորը թշնամական հակասությունների մեջ են։ Երկրորդ հարցը, որը պետք է պարզաբանենք, ինչ կարող է անել Սերժ Սարգսյանը եւ նրա վարչախումբը եւ ինչ կարող ենք անել մենք, բոլորս, ձեզ հետ միասին։ Այստեղ Սերժ Սարգսյանի բանը բուրդ է։ Ինչու՞։ Միանգամից ասեմ, որովհետև եթե մենք անենք այն, ինչ մենք կարող ենք, Սերժ Սարգսյանը պարտված է, նա որևէ տարբերակ չունի հակազդելու հասարակության եւ նրա շահերը արտահայտող, նաեւ նախադեպը չունեցող համախմբված քաղաքական դաշինքի իդեմս Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի եւ Ժառանգության։ Ինչ պետք է անել դրա համար։ Եկեք նորից հասկանանք, մեր բոլոր իղձերի ճանապարհին կանգնած է մեկ խնդիր՝ Սերժ Սարգսյանն ու նրա վարչախումբը։ Դրա համար կա մեկ պարզ խնդիր։ Հոկտեմբերի 10-ին բոլորս մեր ընկերներին
մեր հարևաններին, մեր բարեկամներին, մեր գործընկերներին, նույնիսկ նրանց, ում հետ մենք լավ հարաբերությունների մեջ չենք, բոլորին պիտի քարոզենք, համոզենք, կոչ անենք, գալ Երևան, Ազատության հրապարակ, ամբողջ Հայաստանից բոլոր արվակները մարդկային հոծ բազմության տեսքով պիտի հոսեն և մեկտեղվեն Ազատության հրապարակում և վստահ եղեք մարդկային մեր, այսպես ասած, համաժողովրդական այդ բազմությունը Կոնգրեսի բարգավաճի և ժառանգության առաջնորդությամբ կսկսի մի պրոցես, որի ավարտը անկասկած լինելու է Սերժ Սարգսյանի և նրա հանցագործ վարչախմբի հեռացումը քաղաքական ասպարեզից։ Սա է ճանապարհը, չմտածեք, թե դժվար է, հավատացեք, Հայաստանում նախադեպը չունեցող քաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Միայն 3 ուժերի սպառնալիքը ապրիլին շուրջօրյա հանրահավաք սկսելու ստիպեց Սերժ Սարգսյանին անմիջապես հեռացնել վարչապետին։ Հիմա այդ սպառնալիքի ի կատար ածումը ասպարեզից հեռացնելու է նաև Սերժ Սարգսյանին և իր վարչակազմին։ Համոզված եղեք, դուք ձեր ուժը չթերագնահատեք, երբեք ձեր ուժից Սերժ Սարգսյանը և նրա վարչախումբը ուղղակի դողում են։ Ուրեմն ևս մեկ անգամ բոլորս հոկտեմբերի 10-ին ժամը 18-ին լինենք Ազատության հրապարակում և վերջապես ասպարեզից հեռացնենք մեր իղձերի, մեր ցանկությունների և Հայաստանի զարգացման ճանապարհին դրված կամ գուցե կարող ենք ասել նետված միակ խոչընդոտը Սերժ Սարգսյանի հանցագործ վարչակազմը։ Շնորհակալություն։